Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն այսօր զրուցելու եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Բարի երեկո։ Վաղարշաբաթի ընտրություններին անդրադառնանք, դուք ասացիք, որ վաղարշաբաթում մարդիկ ոչ թե քվե են տվել ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, այլ իրականում քվե են տվել Արգիշտի Մեխակյանին։ Արդյոք դա որոշակի դեր խաղալու է 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Չի բացառվում, դրա մասին խոսում են թե թիմ ընտրությունների եւ թե համապետական ընտրությունների երկարամյա փորձը, երբ թիմ ընտրություններում սովորաբար ձայն են տալիս, այսպես ասած, իրենց տղային։ Ընդ որում դա էական չի, տվյալ պահին իրենց տղան որ ճամբարից է։ Որտեւ այդ մարդուն, ասենք, իրենց գյուղում սիրում են կամ իրենց քաղաքում սիրում են։ Սերտ մարդկային հարաբերություններ։ Հա, մարդկային հարաբերություններ։ Այդ սովորաբար ես ասում եմ պատմությունը, հա, այդ սովորաբար այո դրա մի հատվածը բնականաբար այդ նույն տեխնացուի խաթը, ինչպես ասում են, գնում են ձայն են տալիս նաև համապետականին, բայց երբեք չի լինում, որ դա ամբողջովին է լինում, հա, այսպես ասած, դա չի լինում, որ այդ նույն քանակը ինչ որ հիմա ստացել է Արգիշտի Մեխակյանը որպես Էջմիածնի քաղաքապետ, այդ նույն ձայները ազգային ժողովում գնան տան ՔՊ-ին, այդ նույն քանակը պարզ է, որ նույն Արգիշտի Մեխակյանը աշխատելու է իր ընտրազանգվածի հետ, խնդրելու է, որ ձայնը տան ՔՊ-ին, բայց ամենևին չի նշանակում, որ բոլոր ընտրողները գնալու են, ընդհանրապես սկսենք նրանից գնալու են ընտրության թե ոչ, եւ գնալուց հետո ձայնը տալու են հենց ՔՊ-ին։ Իսկ չգնացողները միևնույն է աշխատում են ՔՊ-ի օգտին, չէ՞, որովհետև արդեն բոլոր դեպքն է, որ քիչ ուրեմն մասնակցության պարագայում ՔՊ-ն շահում է։ Կամա թե ակամա, այո, կամա թե ակամա այդպես է ստացվում, որովհետև սովորաբար իշխանությունը կարողանում է իր ընտրազանգվածին գրեթե 100%-ով, չեմ ասի 100%-ով, բայց գրեթե 100%-ով հասցնել ընտրատեղամաս, հա, իսկ քանի որ ընտրողների քանակը երբ քիչ է լինում, արդեն այդ իշխանության ձայների տեսակարար կշիռը մասնակցածների մեջ շատանում է, եթե ընդհանուր քանակը քիչ է լինում ընտրողների։ Եթե շատ է լինում, բնականաբար այդ թիվը պակասում է։ Տոկոսային առումով եմ ես ասում։ Աբսոլյուտ պարզ է, հա, այսինքն, ես կոնկրետ օրինակ բերենք, ենթադրենք 10,000 ձայն է, կա 50,000 ընտրող, եթե 50,000-ը գնում են, այդ 10,000-ը լինում է 20%-ը, եթե գնում են 20,000-ը 50,000-ից, այդ 10,000-ը դառնում է 50%։ Պարոն Քոչարյան, շատ քաղաքագետներ շեշտում էին այն հանգամանքը, որ մեր ձևով շարժումը չէր մասնակցում վաղարշաբաթի ընտրություններին եւ եթե մասնակցեին, այդ պարագայում Արգիշտի Մեխակյանը կամ ՔՊ-ն շանս չէր ունենալու հաղթելու։ Կսում եք այդ տեսակետը։ Գիտեք, ես ընդհանրապես կողմնակից չեմ այսպիսի բացարձակ արտահայտությունների, որ շանս չէր ունենա։ Ինչ խոսք, որ թե մեր ձևովը, թե այլ քաղաքական ուժեր, որոնք արդեն հայտ են ներկայացնում, մասնակցության պարագայում իրենք կբերեին իրենց ընտրողին նախ կավելանար ընտրողների քանակը եւ տեսակարար կշիռը այդ իշխանության տեխնացուի կպակասեր արդեն։ Երկրորդը ինչ խոսք մեր ձևովը կտաներ նաև ձայներ հաղթանակից, բայց կբերեր նաև իր ընտրողին։ Եվ ընդդիմությունը արդյունքում շահեկան դիրքերում։ Եվ ընդդիմությունը արդյունքում կարող էր շահեկան դիրքերում լինել։ Հա, ես երբեք այդպիսի իմպերատիվ չեմ ասում, որ կհաղթեր, որովհետև փաստը մնում է փաստ, չեն մասնակցել, հաղթել է իշխանության տեխնացուն։ Սա այլ հարց է, որ ընդդիմությունը ունի խորելու տեղ, ունի մտածելու տեղ համապետական ընտրությունների ժամանակ։ Այսինքն տակտիկայի փոփոխություն պիտի անեն։ Դե նախ պետք է բոլոր ընդդիմադիրները, ես խոսքը նրանց մասին է, ովքեր իրոք, հա, ուզում են, որ երկրում բան փոփոխվի։ Այդ դեպքում պետք է բոլորը, քանի որ մեր քաղաքական դաշտում դա հին հիվանդություն է, հա, այդ ամբիցիան, այսպես ասած, որ ցանկացածը գտնում է, որ իր հնարավորություններից ոչ ոք չունի, իրան շատ են սիրում, ուշքները գնում է իր համար, հետո պարզվում է, որ այդ ուշքը գնացողների քանակը 1% է կամ ավելի պակաս, բայց դա հետո է պարզվում։
Մինչ այդ նրանք վստահ են, որ իրենք հաղթահարելու են, որ իրենք հաղթելու են, բայց խնդիրը նրանում է, որ դրանով եւ այդ նպաստում են իշխանությանը, որովհետեւ այդ ձայները փոշիանում են, իսկ փոշիացած ձայների մի հատվածը գնում է իշխանությանը։ Պարոն Քոչարյան, վաղարշաբաթի ընտրություններից անցում կատարեցինք 2026-ին, ստացվում է, որ 2026-ին իշխանության խնդիրը ավելի մեծ է լինելու, այսինքն դժվար իրավիճակում են հայտնվելու, որովհետև մեր ձևովը ակնարկում է, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։ Գիտեք, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չբռնի բոլորին, ինչը շատ հետաքրքիր տենդենցիա ենք մենք նկատում, Հավանական է, այո։ Հավանականությունը շատ մեծ է, հա, որովհետև առանց օրինական ինչ-որ բաների, հա, ինչա, օրինակ Սամվել Կարապետյանը ինչու է նստած, ասել է մենք մեր ձևով կպայքարենք։ Կաջակցենք եկեղեցու։ Կաջակցենք, մեր ձևով կաջակցենք եկեղեցու։ Ընդհանրապես դրա համար, տեսեք, ոչ կոչ կա, ոչ մի սպառնալիք չկա, ոչ մի բան չկա, հա, որպեսզի, բայց մարդուն արդեն քանի ամիս է նստացրել է։ Միքայել Սրբազանին պատմական ինչ-որ դրվագ ներկայացնելու համար։ Հասկանալի է, այդ ամեն ինչը։ Իհարկե, այն ատելությունը, որ տարածում է ԿՊ-ն եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ իրենց թե իրական դեմքերը, թե ֆեյքերը, դրա ոչ մի բանին դատախազությունը չի արձագանքում, իրավապաշտպանները երբեք հաղորդագրություն չեն ներկայացնում դատախազություն, երբեք։ Հա, մենք բոլորս տեսել ենք, էլ պատերին կծեփեմ, էլ էս կանեմ, էլ բռնում են, թքում են մարդու երեսին, ինչ ասես ականջ են կտրում, չգիտեմ, էս են անում, են անում։ Ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչեցնում։ Ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչեցնում, չեն համարում, չգիտեմ, իրենց ընտրողները չգիտես ինչու ժողովուրդ են, իսկ ընդդիմության ընտրողները ժողովուրդ չեն, եւ այլն եւ այլն։ Այս ատելության, այս մասսայական տարածումը ոչ մի հա իրավական որևէ ացյանում որևէ արձագանք չի գտնում։ Իսկ բումերանգի օրենքը այս դեպքում գործելու է, պարոն Քոչարյան։ Ինչ առումով բումերանգի։ Այդ ատելության ալիքը հետ շպրտվելու է։ Արդեն կա այդ բումերանգը, որովհետև եթե դուք նայեք ինչքան էր Նիկոլ Փաշինյանի տոկոսը 18 թվականին եւ աջակցությունը, որը անզեն աչքով էր երևում, եւ ինչքան է հիմա, երբ օրինակ կոչ է անում գնալ ինչ-որ միտեղ պատարագի եւ այնտեղ տեսնում ենք, որ փաստացի բացի իր թիմակիցներից է, այն էլ ոչ բոլոր թիմակիցներից, եւ քաղաքացիական հագուստ հագած ուժայիններից գրեթե ոչ ոք չի գնում, մենք տեսնում ենք այդ աջակցությունը, չէ՞, դա էլ ենք անզեն աչքով տեսնում։ Եվ ամեն այդպիսի մի արարողակարգի ներկաների իր աջակիցների թիվը գնալով պակասում է, վարվակայությունը խաչի։ Եվ տեսեք, այն ժամանակ ինքը ոնց էր դուրս գալի հասարակության մեջ։ Հիմա անզեն աչքով մենք տեսնում ենք ոստիկանների քանակը, բայց բոլորս հասկանում ենք, չէ, որ ասենք այդ շրջակայքում ինչքան կտուր կա, դիպուկահար են կանգնած։ Այդ գոնե այն մարդիկ, ովքեր դրանից տեղյակ են, շատ լավ գիտեն, որ այնտեղ պարզապես անհնար է մոտենալ։ Բայց այդ փողոցները փակում են մարդկանց։ Փողոցները փակում են, օրինակ ինձ հենց այսօր պատմեցին, թե ինչ էր կատարվում, երբ Խաչիկ գյուղում եղել է անցյալ կիրակի, հա, Արենից մինչև Երևան ամբողջ մայրուղին փակ է եղել։ Ուրեմն ասեմ, այդ հենց դա է բումերանգի էֆեկտը, երբ վերադարձել է իրան։ Նիկոլ Փաշինյանը դա զգում է իր վրա, թե հայտնվել է այն կարգավիճակում, ինչու մեղադրում էր Սերժ Սարգսյանին հեղափոխության վերջին օրերին, երբ ասում էր, որ իրավիճակին չի տիրապետում, իրականությունից կտրվել է։ Ես կարծում եմ, եթե ինքը չտիրապետեր, այդքան ուժային չէր տանի ամեն տեղ իր հետ։ Ինքը տիրապետում է, ինքը հասկանում է, որ խնդիր ունի շփվելու հասարակության հետ, ժողովրդի հետ։ Վախ անվանել։ Այլ կերպ ուրիշ այլ բառ ես չեմ էլ գտնի, որ ասեմ։ Պարոն Քոչարյան, այսօր լրագրողների հետ ճեպազորույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է մեղքի մասին եւ ասել է, որ իմ մեղքը երևի մի քիչ Mea culpa, հա, իմ մեղքը։ Այո, բայց այնպես չի, որ ամբողջությամբ ընդունում է մեղքը, ասում է, որ իմ մեղքը երևի թե մի քիչ ավել է, այն էլ պայմանավորված է կարգավիճակի առանձնահատկություններով եւ
Պատասխանատվության Դե դրա մասին ինքը եթե մոռացել եք, հիշեցնեմ բոլորին, այդ թվում մեր հեռուստադիտողներին, որ ինքը միշտ պատասխանատու է, բայց երբեք մեղավոր չի։ Տարօրինակ է, որ ասելա, որ մեղավոր է։ Դե մի քիչ։ Հա, մի քիչ հիմա մի քիչ տարբերություն կա, այսինքն ինքը պատասխանատու է եւ մի քիչ մեղավոր է։ Այսինքն այն քաղաքագետները, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմքը հակաքարոզի նման մի բան է դարձել, որտեղ որ երևում է, որտեղ որ պետք է դիմ ընտրություններ լինեն, այնտեղ ԿՊ-ն միշտ պարտվում է եւ համեմատական են անցկացնում Գյումրիի ընտրությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանը վերջին օրը գնաց եւ Վաղարշապատի ընտրություններին, որտեղ Ալեն Սիմոնյանն էր ամենաբարձր ներկայացուցիչը։ Այդտեղ էլ ես կփորձեմ իմպերատիվ չլինել ասել, հա, դա այդպես է։ Գիտեք, այստեղ այնուամենայնիվ միևնույնն է, ես ավելի շատ հավատում եմ դիմ ընտրությունների այն տրամաբանությանը, որ հաղթում է այն տեխնացուն, որը տվյալ տարածաշրջանում, հա, լինի դա գյուղ, քաղաք կամ խոշորացված համայնք, ազդեցությունը ավելի մեծ է զուտ մարդկային հարաբերությունների առումով, պարզ է, որ իշխանությունը անկախ այդ ամեն ինչից օգտագործում է իր ադմինիստրատիվ ռեսուրսը։ Այսինքն այդ ամեն ինչին գումարվում է ադմինիստրատիվ ռեսուրսը, ազդեցություն վախացնել, գործից հանել եւ այլն, ինչը մենք գիտենք եւ տեսնում ենք։ Պարոն Քոչարյանը նաև անդրադարձ է կատարել եկեղեցու դեմ արշավին, հայտարարել է, որ իր խոսքերով ասեմ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումն անխուսափելի է, այդ գործընթացը սկսվել է, շարունակության մեջ է եւ անպայման հաղթական ավարտ է ունենալու։ Այդտեղ մի հատ խոսք կա, ֆլագ իմով ռուբկի, թող փորձի, ինչ ասեմ։ Չնայած ես միշտ չեմ կարողանում հասկանալ, որ իրեն մեղադրում են, ինքը փորձում է արդարանալ, որ ինքը ոչ թե որպես վարչապետ է այս ամենը անում, այլ որպես շարքային հավատացյալ, այստեղ ես հարց եմ ուզում տալ։ Արդյոք բոլոր շարքային հավատացյալներն են պատարակի գնում, ասենք 2000 ոստիկաններով շրջապատված եւ բոլոր իրենց մոմ վառելու ընթացքում օգտագործում են պետական այդքան ռեսուրս, ինչը ենթադրում է նաև գումար, այսինքն հարկատուների հաշվին, հետաքրքիր է, օրինակ, ես էլ եմ շարքային հավատացյալ կամ ես չէ, դուք չէ, շատ շարքային հավատացյալներ կան։ Արդյոք Հայաստանի պետական բյուջեն ծախսում է այդ հավատացյալների մոմ վառելու վրա այնքան գումար, ինչքան օրինակ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյանի վրա։ Կամ թիկնազոր տրամադրում է։ Այո, կամ թիկնազոր տրամադրում։ Դե թիկնազոր տրամադրելն էլ է, հա, բյուջեից ծախս։ Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ եկեղեցու դեմ այս արշավը քաղաքական բնույթ է կրում, թե նախընտրական, որովհետև այս կարծիքներն են դիրում, որ ավելի շատ նախընտրական պայքարի ֆոնին։ Չէ, նախընտրական չի եկեղեցին, որովհետև ես կարծում եմ ինքը շատ լավ հասկանում է, որ այդտեղ ավելի շատ կորցնում է, քան ձեռք է բերում։ Սա ավելի շատ աշխարհաքաղաքական նախապայման է, որը ինքը չկատարել չի կարող։ Ինչպես եւ շատ բաներ, ինչը իրեն թելադրվում է թուրք-ադրբեջանական այդ տանդեմի կողմից։ Իսկ չկատարելու դեպքում ուղղակի իշխանությունը կկորցնի, դա նկատի ունեք։ Կկորցնի նաեւ այդ աջակցությունը։ Ինքը արդեն շատ աջակցություններ է կորցրել, կկորցնի նաեւ այդ աջակցությունը։ Իսկ թյուրքական պետությունների կազմակերպությունների անդամ երկրների հետ այս ակտիվացած շփումները ինչով կբացատրեք։ Գնալու է հենց ճեպազորությունից հետո թռնելու է Ղազախստան Տոկաևի հրավերով, հայկական պատվիրակությունը իր հետ մեկնելու, այնտեղ պայմանավորվածություններ, համագործակցության ուղիներ, Ղազախստանից անասնակերը հասավ Հայաստան Ադրբեջանի միջոցով, որ Ադրբեջանի միջոցով չհասավ, պարզապես Ադրբեջանի տարածքով անցավ։ Թե չէ ամենևին Ադրբեջանի միջոցով չէ։ Բայց պարզվել է հրապարակել էր այդ տեղեկատվությունը, որ Իլհամ Ալիևը եւ Ղազախստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում է այդ գործարքը հնարավոր եղել իրականացնել։ Իսկ օրինակ Ռուսաստանից, որ եկել է Ադրբեջանի տարածքով, դա բնականաբար դա Ռուսաստանի շնորհիվ էր, այստեղ տեսեք բոլոր շատերը բոլոր, չէ, համենայն դեպս պարզ է, որ Հարավային Կովկաս ասվածը ընդհանուր առմամբ ինքը շատ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ներկայացուցիչների, հա, շահերի բախման կենտրոն է։ Եվ այստեղ ցանկացած ուզում է իր շահը ունենալ, ինչը նորմալ է այդ երկրների տեսակետից, որովհետեւ բոլոր երկրները իրենց շահերն են պաշտպանում, ինչը շատ բնական է եւ նորմալ։
ով է պաշտպանում Հայաստանի շահերը, ես չգիտեմ։ Եվ որտեղ է Հայաստանի շահը այդտեղ։ Խաղաղության օրակարգ, պատերազմ չի լինի։ Պատերազմ չի լինի, բայց Սևանը կդառնա Գյոյչա, դա է։ Դե խաղաղ համակեցության պայմաններում Ադրբեջանն էլ ջրի խնդրի առաջ է կանգնած։ Չէ, եթե դա է, ես հասկանում եմ, որը իմ ասածն է գալիս հաստատելու, այսինքն ինքը կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկացած կապրիզ։ Եվ բնականաբար թուրք-ադրբեջանական տանդեմին անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը։ Իհարկե, թեև այդտեղ ես ինձ միշտ զարմացնում է այդ դեպքում չէ, այն որ ձեռք է տալիս եւ շահեկան է այդ տանդեմի համար, դա միանշանակ է։ Բայց ինձ համար ես ուզում եմ հասկանամ ինչու է այդ դեպքում հատկապես ընտրություններից առաջ Ալիևը անընդհատ պնդում ինչ որ բաներ, որը թուլացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը, հա, այդ նույն Զանգեզուրի անընդհատ տեսեք, ինքը պերմանենտ դա բարձրացնում է այդ ճնշումն է մեծացնում։ Միգուցե ճնշումն է մեծացնում։ Չեմ բացառում, որ ճնշումն է մեծացնում, որովհետև ասելով, որ այ այսպես կանեմ, օրինակ մայիս ամսին ընտրություններից առաջ ամեն օր կխոսեմ Զանգեզուրի Միջանցքի 300,000 ադրբեջանցիների, որոնք գալու են բնակվեն Հայաստանում, Երևանի, Գյոյչայի եւ այլն նման բաների մասին։ Չլինի Ալիևի մոտ կասկածներ են առաջացել Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ կապված։ Վերընտրվելու չգիտեմ, այստեղ խնդիրը չի բացառվում, ամեն դեպքում, հա, ես կարծում եմ, որ թե Ալիևը, թե Էրդողանը ի տարբերություն մեր ղեկավարության լրջագույն քաղաքական գործիչներ են եւ պետական գործիչներ են իրենց երկրների համար եւ այո, նրանք փորձում են հաշվարկել բոլոր ռիսկերը։ Պարոն Քոչարյան, նույն վաղարշաբաթի ընտրությունների օրինակով ընդդիմադիր գործիչները ենթարկվեցին իրավական բռնաճնշումների։ Գյումրիում տեսանք ինչպես եղավ, Փարաքարի դե այլ թեմա է, բայց ամեն դեպքում ինչու։ Չէ, դեռ եթե հիշում եք, Վանաձորից է սկսվել։ Այ Մամիկոն Ասլանյանի, այո։ Մասիսին դրված համայնքապետին։ Դե հետո գիտեք ոնց է, եթե հասարակությունը չի արձագանքում, հասարակությունը քաղաքական միավորները, հասարակական միավորները, միջազգային կառույցները, եթե չեն արձագանքում, հա, այս անօրենություններին, ցանկացած դա աքսիոմա է։ Բայց ինչու, եթե ցանկացած իշխանություն ավելի լկտիանում է եւ սկսում է կատարել շատ ավելի շատ նման արարքներ։ Նույնիսկ եթե հաղթում են, որովհետև հաղթում են, տեսեք, հաղթում են վաղարշապատում, պարտվում են Գյումրիում, էական չի, ես միշտ ասել եմ, թիմ ընտրությունները բան չեն այդպիսի, հա, միտեղ մեկն է հաղթում, մյուստեղ մեկն է հաղթում, նախ եթե հաղթում է ընդդիմությունը իրենք ձևը սովորել են, պարզապես հետո բռնում են, հա, դրա համար Ռուբեն Մելիքյանի հայտնի ֆրազան ինձ շատ է դուր եկել, որ ասում է գոնե մի օգուտ եղավ վաղարշապատից, մենք չենք ունենա լրացուցիչ քաղբանտարկյալ, թեև գնացին էլի հետևներից, էական դա չէ, ինքը պատրաստվում է միևնույն է համապետական ընտրություններին, որովհետև իր համար այս ամեն ինչը ընդամենը, ասես պիրիվալիշնի պունկտեր են։ Իր գլխավոր նպատակը դա համապետական ընտրություններին վերարտադրվելն է։ Պարոն Քոչարյան, իսկ այդ վախի գործոնը որպես գործիք աշխատում է, թե արդեն հասարակությունն էլ է սկսել դա ավելի նորմալ ընկալել։ Այսինքն ավելի քիչ են վախենում ձերբակալվելուց, ազատազրկման վայրերում հայտնվելուց։ Նախ ազատազրկման վայրերով ըստ օդում կախված լուրերի արդեն շատ քիչ տեղ կա։ Որովհետև այնքան մարդ են բռնելեցրել բերդերը, մտնդեղ միջայլոց ինձ թվում է պետքա վերցնի այդ օրինակը եվրոպական երկրներում կան այդպիսին օրինակ, հա, չգիտեմ, Էստոնիայում, քանի որ բերդերը լրիվ դատարկ են, այլ երկրների դատապարտյալներին ուղարկում են այդ երկրների բերդերը, ես չեմ բացառում մեզ մոտ էլ արդեն նման բան օրինակ Վրաստան ուղարկեն կամ չգիտեմ ուր ուղարկեն։ Աստվածչանի Ադրբեջան ուղարկեն Դա էլ չեմ բացառում ի դեպ։ Դա էլ չեմ բացառում, եթե հաշվի առնենք թե մեր գերիներին ընդհանրապես այդ թեմային այս իշխանությունները ինչպես է վերաբերվում, ընդ որում ոչ միայն գերեվարված զինվորների մասին է խոսքը, այլ այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է վերաբերում, ես չեմ բացառում ոչինչ։
Պարոն Քոչարյան, իդեպ շատ կարևոր թեմա շոշափեցիք, գերիների շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Բաքվի դատավարությունը շատ վտանգավոր նախադեպ է, որովհետև եթե այս դատարանի որոշումը ուժի մեջ մտավ, 150,000 արցախցիները, եթե նույնիսկ իրենց վերադարձի հնարավորությունը ապահովի միջազգային անվտանգության, դառնում են պոտենցիալ հանցագործ, այո, եւ ոչ միայն իրենք, այլև սահմանը այսպես ասած ապօրինի հատած բոլոր քաղաքացիները։ Դա մի փոքր այլ հոդված է։ Այո, բայց կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ երբևիցե Արցախ այցելած ՀՀ քաղաքացիները Ադրբեջանի կողմից ճանաչվեն հանցագործներ։ Ես հիմա ոչինչ չեմ բացառում։ Իհարկե, կարծում եմ, որ այնուամենայնիվ այն քաոսը, որը տիրում է այսօրվա աշխարհում, ես նկատի ունեմ աշխարհաքաղաքական գործընթացները։ Աշխարհաքաղաքական գործընթացները եւ երկրորդ աշխարհամարտից հետո կայացած աշխարհակարգը փլուզվելուց հետո եւ նորը դեռ չկառուցելու մենք հիմա այդ շրջափուլում ենք ես կարծում եմ երբ այդ ամեն ինչը կարգավորվի եւ աշխարհակաղաքական կենտրոնները այնուամենայնիվ գծեն նոր աշխարհակարգը նման հարցերը երևի թե լուծում կստանան ավելի ճիշտ եւ ավելի հեշտ քան երբ մասսայական այսպես ասած քաոս է եւ ոչ ոք ոչ մեկին չի հետաքրքրում յուրաքանչյուրը իր հատվածում որ ով ուժեղ է նա է փաստացի ճիշտը այսպես է Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դուք դիտում եք հարցազրույցը մեր հաջորդ թողարկումը վաղն է հաջողություն